Սա ես չգիտեմ ինչ է։ Վարդապետյան, դուք նշեցիք խոսքի սահմանափակումը, բայց հեղաշրջման կոչերի համար են ըստ էության այդ քրեական վարույթները։ Ես նորից էլի եկեք ձևակերպեմ։ Կարծում եմ քրեական օրենսգիրքը այս իրավիճակները շատ ավելի խորքային դիտարկելով ամեն ինչին տալիս է մի ծանրության աստիճան, որ պատկերացնեք միջին ծանրության հանցանքը այն դեպքերն է, որ հնարավոր է լինի տուգանք, հնարավոր է լինի այլ պատիժ։ Եթե մի արարքի համար կարող է լինել նաև տուգանք, դա նշանակում է իր ինտենսիվությունը բավականին ցածր է։ Անկախ նրանից դրա բովանդակությունը սուր է, վտանգավոր է եւ այլն, դա կպարզվի հետագայում, բայց մի կարևոր բան։ Ես լսեցի Միրան Պողոսյանի խոսքը, որտեղ փաստաբանը ընդգծեց, որ խոսքը գնում է ամիսների, եթե ոչ տարի միգուց, ամիսներ առաջ կատարված հայտարարության մասին։ Այդ որտեղ առաջացավ այդ ինտենսիվությունը։ Տեսեք, հարկադրանքի միջոցը առհասարակ կամ քրեական հետապնդման հարուցումը բոլորս գիտենք, չէ՞, տաք հետքերով է լինում։ Այսինքն հիմա ենթադրենք, եթե ես օրինակ լրագրողի օրինական գործունեությունը խոչընդոտեմ, ինձ հենց այդ պահին, չէ՞, պետք է հարկադրանքի միջոց կիրառեն։ Օրինակ, եթե ես կներեք օրինակի համար, պարոն Մակարյան, եթե պատկերացրեք լրագրողի նկատմամբ հարկադրանքի միջոց եմ կիրառում, 5 ամիս հետո որոշում են իմ նկատմամբ, այսպես ասած, քրեադատավարական մեխանիզմներ կիրառել։ Դուք ինչ արձագանք կտաք, չեք ասի ուրեմն ստեղ մի բան են չի, ժողովրդի լեզվով ասած։ Իսկ այն որ ստեղ շատ բան են չի, դա կարծում եմ բոլորին է ակնհայտ։ Անկախ նրանից թե ինչ հոդված է։ Ես ուղղակի իսկապես մեծ հույս ունեմ եւ հավատս երբեք չեմ կորցնելու, որ մեր հասարակության համար գոյություն ունեն սրբազան արժեքներ։ Եվ դրանցից մեկը մեր հավատքն է, մեր մայրաթորն է։ Պարոն Վարդապետյան, հիմա կարծես թե չկարողացան, չհաջողվեց ահացականներին տանել Միքայել Սրբազանին, չնայած մինչ այդ հայտարարությունն են տարածել եւ կոչ են անում չթաքնվել իրավապահներից, բայց իրենք հեռացան։ Ինչ է սպասում, ի վերջո կհաջողվի, թե գնում են, այսինքն լիցքավորվեն, նոր թափ հավաքած կան նոր ուժերով։ Ես առաջինը, եթե թույլ տաք, իսկապես ուզում եմ չհավատալ, որ նման ձևակերպում է օգտագործվում պետական մարմնի կողմից Սրբազան հորասեին։ Ես իսկապես ուզում եմ չհավատալ դրան, դա առաջինը։ Երկրորդը ուզում եմ ասել, որ ես նաև շատ հակված եմ, նույնիսկ կներեք այստեղ կպնդեմ։ Ես համոզված եմ, որ իրավապահների մեջ էլ կան հայ առաքելական եկեղեցու զավակներ, հետևորդներ, որոնք եւս ունեն կարմիր գծեր, որոնք այդ կարմիր գծերը չեն հատելու, որովհետեւ ի վերջո յուրաքանչյուր իրավապահ ծառայում է իրավունքին, օրենքին սահմանափակված լինելով սահմանադրությամբ։ Բառացի դիմադրությունը չլիներ, բայց ամեն դեպքում այդ կարմիր գծերը հատում էին, որտեղ մեքենան նստելու շեմին էր Սրբազանը, հետո դիմադրություն եղավ ըստ էության պատճառ։ Ես կարող եմ կրկին իմ կարծիքը հայտնել, որ ես չեմ կարող բոլորի համար ասել։ Բոլոր իրավապահների համար չեմ ասում, բայց ես համոզված եմ, որ այնտեղ կան մարդիկ, որոնք կունենան այդ կարմիր գծերը։ Հավատում եմ դրան։ Տեսեք, պարոն Վարդապետյան, բառացի ասել են Միքայել arczepiskopos Աջապահյանին, փակագծում Գևորգ Կարտաշեսի Աջապահյան, ոչ են քանում չթաքնվել իրավապահ մարմիններից եւ ներկանալ իրեն սպասող ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին։ Ես չափազանց վատ եմ զգում նման հայտարարության համար։ Եվ կրկին կմնամ իմ այն կարծիքին, որ միգուցե դա պարզապես, այսպես ասած, էպիզոդիկ հայտարարություն է եւ հնարավոր է, որ մեծամասնությունը նույն իրավապահների ներկայացուցիչների չի կիսում նման հայտարարությունը, որովհետեւ ես անկեղծորեն եմ ասում։ Մի հատ իրականում ուզում եմ սա ֆիքսենք։ Միջին ծանրության ենթադրյալ հանցանքի համար, որի համար որպես պատիժ կարող է լինել տուգանքը, նման ինտենսիվ հարկադրանքի միջոց, թաքնվելու մասին խոսակցություն եւ այլ, անկեղծորեն իրավական իմաստով չեմ պատկերացնում։ Այս դեպքում ով պիտի կանգնի Իրավական առումով լուծումը պատկերացնում եմ, որ ընդհանրապես նման քրեական վարույթ չի կարող հարուցվել, եթե հարուցվել է, կարող է կարճվել։ Իրավական առումով լուծումը շատ պարզ, որովհետև այդքան ամիս, եթե նշվածը որևէ քրեական հետապնդման առարկա չի հանդիսացել, երևի պատճառ է ունեցել, չէ՞։ Օրինակ ես հակված եմ, որ քննիչը դատախազը հսկող չեն տեսել դրանում որևէ այդպես ինտենսիվություն ենթադրող խոսք։ Եվ ի դեպ, նաև հաշվի առեք խոսքի ազատությունը եւ այսպես ասած քրեորեն հետապնդելի արարքի ենթադրյալ առնչությունը շատ նուրբ սահման պետք է ունենա։ Եվ այդ իմաստով ես նաև չեմ էլ լսել նման խոսք ընդհանրապես, որը առնչություն ունենա քրեական օրենսգրքի նման հոդվածի հետ։ Դուք հնարավոր համարում եք, որ ուժային կառույցները կհրաժարվեն սպասարկել իշխանության այս օրակարգը եւ գալ այս գործողությունները իրականացնել, որովհետեւ տեսեք մեդիայի բացառիկ տեղեկություններով իրավապահները հրաժարվել են ուժի կիրառմամբ հրաման կատարել։
Ես բնավ չեմ բացառի, ինչ որ իմաստով ձեր հայտնած տվյալները կարելի ասել համընկնում են քիչ առաջ իմ հայտնած այն կարծիքի հետ, որ այստեղ կան կարմիր գծեր։ Այստեղ իսկապես դասական իմաստով հենց այն կարմիր գիծն է, որը կարող ենք պատկերացնել բոլորի համար։ Մի հատ նորից խնդրում եմ։ Գործընկերներ ջան, առաջինը, իսկապես ուզում եմ, որ մեզանից որևէ մեկի մոտ հավատը առայն, որ իսկապես մեր հասարակությունում կան կարմիր գծեր, երբեք չդադարի։ Երկրորդը իրավապահների վերաբերյալ հարցադրումը հնչեց, ես իսկապես րոպեներ առաջ կամ վայրկյաններ առաջ այդ հույսս հայտնում եի եւ իսկապես եմ հայտնում, որովհետեւ իրավապահների համար էլ վեհարանում հարկադրանքի միջոց կիրառել խոսքի ազատության, նույնիսկ եթե մի քննիչ կամ մի դատախազ պատկերացնում է, որ այդտեղ առնչություն կա քրեական օրենսգրքի հետ, այդ ինտենսիվության կարիք չի կարող լինել, որտեղ կրկին սա միջին ծանրության հնարավոր տուգանք ենթադրող արարքի մասին է խոսքը, եթե հաստատվի, որ նման երևույթ կա։ Ես առնվազն որպես մասնագետ կարող եմ ասել, ես նման երևույթ չեմ տեսել։ Ավելին, իմ կարծիքի հետ առնվազն համաձայն են եղել բազմաթիվ քննիչներ, դատախազներ, ամիսներ շարունակ, որովհետև քրեական հետապնդում չի եղել։ Հիմա ինչ փոխվեց։ Հարց է, չէ՞ առաջանում։ Տեսեք, ես կարդամ այդ տեղեկությունը, որ հրահանգվել է այնպես անել, որպեսզի չզգացվի, որ որոշ օղակներ հրաժարվել են կատարել նման հրամաններ եւ տակտիկական քայլի արվել, հետ քաշվել ու սպասել հարմար պահի, որպեսզի առանց բախման Միքայել Սրբազանին ձերբակալեն։ Հիմա հետաքրքիր է, ի վերջո հրաժարվել են չեն ցանկանում ընդհանրապես մասնակից դառնալ, թե ցանկանում են այլ մեթոդներով։ Ես ձեր թույլտվությամբ մի հատ ուրիշ բառին ուշադրություն կդարձնեմ, ուղղակի ապշելու աստիճանի իրավիճակ, եթե մենք խոսում ենք Սրբազանի